Ամերիկյան դոլարի կուրսի տատանումների մասին լուրերը բումերանգի նման փոխանցվում են մեկից մյուսը, ամեն անգամ վերադառնալով նոր մարդկանց համար ավելի հուսալքող լուրով։ Դոլարի կուրսն օր-օրի բարձրանում է։ Վերջին 5 օրերի ընթացքում 1 ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը 405 դրամից հասել է մինչև 560 դրամի։ Այսօր առավոտվա դրությամբ տարադրամի միջին փոխարժեքը 530 դրամ էր։ Ինչ ենք ասի, դա հերթական խուլիգանությունն է, ազգային ժողովն էլ խոսում է, ազգում ես որ իրանք էլ չգիտեն թե ինչ են ասում, պրոստը խափում են ժողովրդին, ժողովուրդն էլ գլուխը կա խարած յոլա է գնում էլի։ Քիչ են գլխինում թե ինչ է կատարվում, անկապ բաներ են լսում։ Դոլարի կուրսը կամ ասենք ռուսականի կուրսը դա էս մեր ժողովրդի համար ոնց որ քարուքան դարը։ Ամբողջ տնտեսությունը օրինակ մեկը ես թոշակ եմ ստանում այսօր։ Ես այդ դոլարը հարցը դոլարը չի, բայց որ մեր դրանն էլ արժե զրկվեց այդ պահին։ Մեր պետության տնտեսությունը շատ թույլ է, ինձ թվում է դրա հետ է կապված։ Չեն կարողանում իրենց դիրքը պահեն համաշխարհային շուկայում։ Սպեկուլյացիա է կատարվում, չեմ հասկանում ես ինչ վիճակում է երկիրը։ Դոլարի կուրսի անկանոն փոփոխությունների եւ դրամի արժեզրկման հետ վաճառակետերում բարձրացել են գրեթե բոլոր ապրանքատեսակների գները։ Հանրապետության տարբեր տարածքներում եւ մեր քաղաքում եւս մի շարք խանութներ անորոշ ժամանակով փակվել են։ Սննդամթերքներից հացը, կատնամթերքի մի շարք տեսակներ, ձուն, մակարոնը եւ այլն հասել են անհավանական գների։ Գնային նման փոփոխություններից տուժում է հասարակ քաղաքացին։ Մինչև մեռնելը կապրենք։ Հագուստներն էլ են թանկացել, ամեն ինչ։ Ինչը որ չէի պատկերացնում, որ կթանկանար, բայց հիմա թանկ են բոլորը։ Ինչ հնուզմա քիչ թանկանա, թոշակառու կամ անաշխատող մարդկանց համար դա շատ բարձր։ Սարսափելի գներ են, աղից սկսած ամեն ինչը թանկացել է։ Ալյուրը եթե 8000 լինի, մնացած ինչ կլինի։ Պիսոկից հետ ավելացրել են, մի կիլո ոսպը արժե 900 դրամ, մի հատ հացը արժե 300 դրամ։ Ոնց ապրեն, բազմանդամ ընտանիքը ինչ անի։ 3 օր համբեր էին հերիքեր, ոչ հաց առնեն, ոչ էս ոնչեն։ Այն ժամանակ նոր կզգային ինչա կատարվում խանութպանները։ Խանութներն էլ չեն կարող սկարեր տուր անեն իրանց թանկության համար, չգիտեն ինչ գներ տնեն, ինչ գներ որոշեն։ Հայաստանի մեջ ավելի վատ ասում էր ժողովուրդը, ոչ աշխատատեղ ունի, ոչ աշխատում է, ոչ փող ունի։ Դու ես մեզ ասում։ Դու մեզ այն լավ գիտես էլ այ բոլոր։ Միայն մի բան գիտեմ։ Մինչ ես հարցումներ էի կատարում համատարած թանկացումների մասին, 20 դրամով բարձրացավ նաև իմ ամենօրյա ընդմիջման գինը։ Կանխագուշակել, թե հաջորդ րոպեին խանութների ցուցափեղկերին ինչ գնապիտակներ կլինեն, անիմաստ է։ Քաղաքացիներից շատերը մտահոգված գների էլ ավելի բարձրացումից ժամանակ չկորցնելով արդեն իսկ ուտելիքի պաշար են հավաքում։ Վատ է, Ազիզ ջան, շատ վատ է, դու չգիտեք որ վատ է։ Ինչն է Ժան, բայց մի բան կա, որ Ժանելի, ձեզ էլ պարզ է դա։ Մանե Խլոպուզյան, Գևորգ Քոչինյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։